Կյանքի ուղիներով հաղորդաշարի հյուրն էր Արտաշես Ալեքսանյանը, Star News-ը հետևեց հաղորդման անոնսին։ Դերասան դառնալու մասին երբևէ չէր էլ մտածել, ընկերոջ հետ սակայն Արթիկի մշակույթի տանը հայտնվելն ու բարձր գոռալը ճակատագրական դարձավ նրա համար։ Ռեժիսորը թատրոնից դուրս եկավ, ասաց՝ ձեններդ կտրեք, փորձ ենք անում։ Ընկերս բարձր ձայն ուներ, ասեց՝ գործ կա քո հետ, որպես դերակատար 2 դեր կա, արի փորձենք։ Ասեցի ես էլ գամ, ասեց չէ, դու խուլիգան ես, ուր գաս։ Ասեցի գամ էլի, ասեց լավ, արի։ 90-ականներին նա էլ թողեց ամեն ինչ ու մեկնեց պատերազմ, գերությունից փրկվեց հրաշքով։ Էդ կամազը մեր բախտից փոս ընկավ։ Ես այդ պահին ձեռքերս բաց էի թողել, մեքենայից չէի բռնվել։ Շպրտեց ինձ մեքենայի վրայից, ջուր ճահիճ էր, բախտս բերեց, ընկա տեղ։ Նա իր ընտանիքը կազմավորեց, երբ ընդամենը 19 տարեկան էր։ Կնոջս լրիվ պատահական տեսել եմ, ասել՝ քեզ խելոք պահես լավ կլինի։ Ինքն էլ ասում ա գնացի տուն, աման էի լվում, էդ խոսքերը մտքիս եկավ, բայց ես ինչ էի արել, որ տենց բան ասեց ինձ էդ տղեն։ Ամեն մի կայացած տղամարդու թիկունքում կանգնած է հզոր կին, որը լի է քո հանդեպ սիրով, եւ դա փոխադարձ պիտի լինի, որ լինեք ուժեղ։ Կյանքը մահից վերցրած արձակուրդ է։ Այս խոսքերը հիշատակում եւ բոլորին հորդորում է արժանավայել ապրել այս կարճ կյանքը։ Նշենք, որ արտիստ Արտաշես Ալեքսանյանի անվան շուրջ խոսակցությունները դեռ շարունակվում էին Գարեգին Նժդեհ ֆիլմում դերասանի կերտած Գարեգին Նժդեհի կերպարը հակասական կարծիքների տեղիք էր տվել։ Հասարակությունը Արտաշես Ալեքսանյանին ճանաչում է սերիալներում կերտած իր բացասական կերպարներով։ Սակայն արտիստն արցախյան հերոսամարտի մասնակից է, կինոյի և թատրոնի ճանաչված արտիստ։ Ի դեպ, Արտաշես Ալեքսանյանը տարանջատում է արտիստի և դերասանի աշխատանքները։ Ինքն իր խոսքում չի օգտագործում դերասան բառը, հաճախ ուղղում է նրանց, ովքեր իրեն դիմելիս օգտագործում են դերասան բառը։ Վերջինս նկարահանվել է թե Հայաստանում, թե դրսում արտադրված ֆիլմերում։ Այսօր նրա կինոդարանում կան շուրջ 30-ից ավելի գեղարվեստական ֆիլմեր, որոնք նկարահանվել են այլազգի ռեժիսորների կողմից արտերկրում։ Արտաշես, ձեր անցած ուղին բավականին տարբեր է՝ պատերազմի դաշտ, կինո, թատրոն։ Այս հարցին դերասանը պատասխանեց. Կպատմեք արցախյան պատերազմին ձեր մասնակցությունից։ Բավական խոսվել է այդ մասին, պարգևներ, կոչումներ և այլն։ Ժամանակի թելադրանքն էր, գնացինք, հայրենիքի համար կռվեցինք, ավելացնելու ոչինչ չկա։ Արտաշես Ալեքսանյան անհատը որքանով է ներկա իր դերում, թե ուղղակի կերպարներն են, որոնց խաղում եք։ Ես կխոսեմ այն մասին, ինչից ես տեղյակ եմ։ Դա կլինի իմ ապրածը, իմ շփումը կամ թե իմ կյանքի հանդեպ ուշադրությունը։ Մեր մասնագիտությունը պահանջում է ուշադիր լինել կյանքում։ Իհարկե, պետք է իմանաս դա ինչ է, որ կարողանաս խաղալ։ Հանրությունը ճանաչում է ձեզ որպես մշտապես բացասական կերպարներ կերտող արտիստի։ Դուք և ձեր կերտած բացասական կերպարները շատ եք տարբերվում միմյանցից։ Ինչպես եք կերտում այդ բացասական կերպարները։ Դա մեր գաղտնիքն է։ Կողքի մարդուն հետաքրքիր չէ, թե դու այդ կերպարն ինչպես ես կերտում։ Դա քո մասնագիտությունն է, քո աշխատանքը։ Կարող եք ասել, որ տարիների ընթացքում փոխվել եք, կյանքը կարողացել է ձեզ փոխել։ Ես մնացել եմ նույնը, որովհետև մեր մասնագիտության մեջ գոյություն ունի կողքից հսկելու հասկացությունը։ Արտիստը բեմի վրա կերտելով կերպար պետք է կարողանա իր կերպարին կողքից հսկել, թե չէ Դեզդեմոնաներ չէինք ունենա։ Հայտնի է, որ սաներ ունեք, որոնց դասավանդում եք։ Այո, ունեմ, աշխատում եմ դասերն անցկացնել պրակտիկորեն։ 1 տարի 6 ամսվա ուսման ընթացքում աշխատում ենք ժամանակի մեծ մասը տրամադրել բեմադրություններին, պրակտիկ աշխատանքներին։ Հրավիրում եմ նաև հայտնի դերասանների, ովքեր իրենց փորձով կիսվում են ստուդիայի սաների հետ։ Վերջին ամիսներին մի քանի ներկայացումներ ենք խաղացել, դրանք բարեգործական էին։ Մոտ ապագայում էլ սպասվում է արցախյան պատերազմին նվիրված տրագիկոմեդիա։ Իսկ մեր առաջին ներկայացումը «Հայերի դատը մարդկության դատն է» ռազմահայրենասիրական ներկայացումն էր։ Բոլոր ներկայացումներում հայրենիքի գաղափարը կա, ինչով է դա պայմանավորված։ Առաջին ներկայացումն իմ ցավն է, 1915 թվականին, կարծում եմ բոլորի ցավն է, իսկ Արցախն ինձ համար նույնպես շատ հոգեհարազատ թեմա է։ Արտերկրում թատերական մի շարք ներկայացումներ գեղարվեստական ֆիլմերում եք խաղացել, շատերը չգիտեն այդ մասին։ Այո, շատ երկրներում եմ խաղացել։
Խաղացել եմ սկսած կոմեդիայից վերջացրած դրամատիկ ժանրով։ Կերտել եմ բազմաթիվ դերեր, եղել եմ նաև Չեխիայի Հանրապետության մայր թատրոնի ռեժիսորը։ Վերջերս Արտաշես Ալեքսանյանը եղել էր Խոստովանություն հաղորդաշարի հյուրը, որտեղ հաղորդման ֆորմատն այնպիսին է, որ հյուրին փոխանցում են անանուն նամակ և նա պետք է բարձրաձայն կարդա այն, որը գրված է շատ թանկ մարդու կողմից։ Ներկայացնում ենք նամակի բովանդակությունը։ Մի քանի րոպեից դու կբացես այս նամակը, որը լցված է սիրով ու ջերմությամբ։ Բարև իմ սիրելի և հարազատ։ Գուցե մենք այդքան էլ հաճախ չենք շփվում, բայց ինձ թվում է, որ մենք մոտ ենք, չնայած մեր մեջ եղած հեռավորությանը։ Ես կարոտում եմ քեզ և շատ եմ ուզում, որ գրկես ինձ։ Հպարտ եմ քեզանով։ Խնդրում եմ չտխրես և չհիվանդանաս։ Հուսով եմ, որ շուտով կտեսնվենք և կկարողանամ ամենայն քնքշությամբ գրկել քեզ։ Նշենք, որ նամակը թարգմանված էր ռուսերենից։ Հեղինակը դերասանի թոռնուհին էր, Միլան։ Ով հուզեց նրան։ Արտաշես Ալեքսանյանը հուզմունքը մի կերպ զսպելով խոսեց. Կուզենայի այստեղ իրեն տեսնել, բայց դե… Իմ միակ երջանկությունը Միլաս է և թոռներս։ Ասաց դերասանն ու ցանկացավ, որ բոլոր մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ։ Շատերը գիտեն Արտաշես Ալեքսանյանի հայրենասիրության մասին, բայց քչերին է հայտնի, որ նա իր գործունեության ընթացքում արժանացել է մի շարք մրցանակների և պարգևների։ Թվենք այդ ցանկից որոշները. Վազգեն Սարգսյան մեդալ, Մարտական գործողությունների մասնակից կրծքանշան, Հովհաննես Բաղրամյան շքանշան, Սասունցի Դավիթ շքանշան, Գարեգին Նժդեհ մեդալ, 1990 թվականին տարվա լավագույն դերասան մրցանակ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, ՀՀ վաստակավոր արտիստ, Պուշկինի և Յախունտովի ասմունքի մրցույթների առաջին և երկրորդ մրցանակների դափնեկիր, Գյումրու ոսկե մուշարբա մրցանակակիր, 2004 թվականին Սփյուռքում հայապահպանման և հայ մշակույթը տարածելու և մեծ վաստակ ունենալու համար Արտաշես Ալեքսանյանի անունը գրանցվել է Հայկական Սփյուռքի հանրագիտարանում։ Նշենք, որ 2015 թվականին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրորի 177-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետի հատկանիշներով։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել էր հունվարի 21-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի 16B շենքի 19 բնակարանի բնակիչ Արտաշես Ալեքսանյանի տնից առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու փաստով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով այդ օրը ժամը 12:00-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բակի կողմից ցանցի վրայով անցել են տան կողմը, կոտրել երկաթե վանդակաճաղը, այնուհետև բացել տան դուռը և այնտեղից գողացել ոսկյա զարդեր, Արտաշես Ալեքսանյանի որպես մրցանակ ստացած կրծքանշանները և հեռուստացույցը։ Հետո տան մյուս դռնից իրենց ավարով հեռացել են։